Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Բարև ձեզ Սրբազան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ։ Սկսենք 3 մայրաթոռում տեղի ունեցածից, ձեր դիտարկումները, մանրամասներ ներկայացնեք, խնդրում եմ, եւ արդյոք շարունակական է լինելու այս գործընթացը, թե ոչ։ Կարծում եմ, տեսակ թե ինչ տեղի ունեցավ, բայց մինչ դրան անդրադառնալը տեղի ունեցածին նշեմ, որ մեր 10 եպիսկոպոսներից 3-ը ստացել էինք կաթողիկոսի տնօրինությունը առայն, որ ազատված ենք Գերագույն հոգևոր խորհրդի անդամի պաշտոնից եւ հայտարարությամբ հանդես եկանք նշելով, որ դա կանոնական չէ, որովհետև չի համապատասխանում եկեղեցական ներկայացուցչական ժողովի կանոնադրությանը, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությանը։ Մեր հայտարարության մեջ մանրամասնորեն այդ մասին ասված է, իմաստ չունի անդրադառնալ, կարող եք դուք հետագայում հավելյալ նայել, ամենազավեշտալին այն էր, որ տնօրինության մեջ չէր նշվում հիմքը, թե ինչ հիմքով են մեզ ազատում, ուղղակի ազատված եք։ Ես իդեպ պիտի ասեմ, որ վերջերս եմ նշանակվել կաթողիկոսի կողմից իբրև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, մյուսները արդեն Աբրահամ Սրբազան եւ Վազգեն Սրբազանները ընտրված անդամներ էին։ Հետևաբար համապատասխան գործընթացներով պետք է նրանց փոխարինել ուրիշներով ու այս զարգացումների համատեքստում մեր ազատումը բնականաբար մի մեկնաբանություն ունի պատիժ, այսինքն մեզ պատժում են նրա համար, որ հարց ենք բարձրացրել եւ հարցը բարձրացված է կանոնական դաշտում, զուտ կանոնական դաշտում, դուք հիշում եք վստահաբար ինչից սկսեց խնդիրը սկսել է Արշակ Սրբազանին վերագրվող անպարկեշտ բնույթի տեսանյութերից, որ մենք տևականորեն վեհապարի առջև հարց ենք բարձրացրել, որ պետք է պատասխան տալ այս ամեն ինչին, քանի որ սա հանրային տեղեկատվության է վերածվել, սա ոչ բամբասանք է, ոչ նեղ շրջանակին ծանոթ տեղեկություն, այլ հանրությանը հայտնի բան է։ Գիտեք, ես իրոք ցավում եմ Արշակ Սրբազանը, որ այդ վիճակում հայտնվեց, բայց ես ուղղակի Արշակ Սրբազանի պաշտպաններին մի խորհուրդ տամ։ Եթե իրոք նրանք այդքան մտահոգ են Արշակ Սրբազանով, ապա թող հատկապես այդ լրատվական մամուլի ներկայացուցիչները թող համապատասխան քննություն անցկացնեն կամ հետաքննություն սկսեն եւ հասկանան ով էր այդ հրապարակումների հեղինակը։ Վերջի գործ կա հարուցված, չէ, եւ մի օր վստահաբար հանրությանը հայտնի է դառնալու, թե այդ արտահոսքը որտեղից է եղել։ Այս ուղղակի ասեցի, անցնեմ առաջ։ Ուրեմն ամեն ինչ կանոնական դաշտում է սկսել։ Մենք տևականորեն հարց ենք բարձրացրել, հարցը հետևողականորեն մերժվել է։ Դե վստահ եմ գիտեք չկրկնեմ, որ հանձնաժողով կազմվեց, փորձաքննություն ներկայացվեց եւ ոչ մի արդյունք, եւ ասեմ ավելին, երկրորդ փորձաքննությունն է ներկայացվել, նորից անհետևանք է մնացել։ Ասածս այն է, որ այս զարգացումները կապված 10 եպիսկոպոսի հայտարարությունների հետ լրիվ կանոնական դաշտում են սկսվել։ Ինչ եք կարծում, հաջորդ քայլը կլինի այն, որ Կտրիչ Ներսիսյանը ձեզ 3 սրբազանների կարգալույց կանի։ Թող իրենք մտածեն։ Մենք կներեք, իմ համար սա գաղափարական հարց է։ Ուրեմն ես էլի եմ ասել, շատերն են զարմանում, թե ինչի եմ ես այս 10 եպիսկոպոսների խմբում։ Ուրեմն այն ինչ որ ես հասկացա, այն ինչ որ ես տեսա, ինձ այլընտրանք չէր թողում։ Ուրեմն եթե անգամ իմ հարազատները պիտի իմ հետ իրենց կապերը կտրեին
Եթե անգամ դա պիտի սպառնալիք դառնար իմ ընտանիքի համար, միևնույն է, ես չունեի այլ ճանապարհ, որովհետև ես ուխտ եմ արել հավատարիմ լինել հայ եկեղեցուն։ Իմ հավատարմությունը առավելաբար արտահայտվում է հայ եկեղեցու շահը պաշտպանելով։ Հանրային հեռուստաընկերության եթերում դուք հայտնել եք, որ խոսել եք Արշակ Սրբազանի հետ այդ տեսանյութերի հետ կապված եւ խորհուրդ եք տվել նրան հեռանալ, նա համաձայնվել էր։ Ոչ թե հեռանալ, այլ ես որ ժամանակավոր կասեցվի։ Տեսեք, այս 10 եպիսկոպոսներից որևէ մեկը ես վստահ եմ, այդքան չի սևեռված Արշակ Սրբազանի վրա։ Որքան, այո։ Մենք հարցում էինք ուղարկել ազգային անվտանգության ծառայություն, Եզրաս arczepiskoposi վերաբերյալ արդյոք նա հանդիսանում է, այսպես ասած, KGB-ի գործակալ թե ոչ, եւ մենք պատասխան ենք ստացել ԱԱԾ-ից հենց այսօր մինչեւ հաղորդումը սկսելը, որ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը 86-ից 88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ, բացի այդ արկատվյալների համաձայն Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ շահերին։ Ես խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Թե ինչ մեկնաբանություն։ Ես մի բան կարող եմ ասել, որ հայ եկեղեցին հոգևոր դասը հատկապես, որը հովվում եւ առաջնորդում է մեր ժողովրդի զավակներին ի Հայաստան եւ իսպյուրս աշխարհի, կարող է ծառայել միայն եւ բացառապես մեր ազգային շահին, մեր պետական շահին։ Ես ուրիշ մեկնաբանություն չունեմ։ Երեկվա իրադարձություններին կրկին վերադառնանք։ Ձեզ համար սպասելի էին այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Էջմիածնի բակում։ Մի կողմում ձեզ աջակցողներն էին, մյուս կողմում անդիմադիրներն էին։ Հա, գիտեք, արդեն ամեն ինչ էլ սպասելի է։ Ես որ տեսնում եմ մեր հանդեպ ինչ ռեսուրսներ են օգտագործում, ֆեյքերի բանակներ, լրատվամիջոցներ եւ հայտնի այդ լրատվամիջոցները, այո, ինչպես են մոտիվացվում, հա, որովհետեւ ինչպես ես հավատամ մի խմբագրի հայրենասիրությանը, երբ որ անհայտ կողմնորոշման մարդկանց գտնում բերում են տաղավար, ու այդ մարդկանց միջոցով մեզ ամենավերջի բաներն են ասում։ Ու այդ մարդը խոսում է ազգային արժեքներից, եկեղեցին փրկելուց, ես ուղղակի բան չունեմ ասելու, ուրախ եմ, որ մարդկանց ավելի լավ եմ ճանաչում։ Խնդիր չկա, դա իրենց խնդիրն է։ Ամեն ինչ սպասում եմ։ Երեկվա իրադարձություններից էլ ես այդքան զարմացած չեմ, ուրեմն բերել էին մարդկանց, որոնք պարզապես այդտեղ են գտնվում սադրելու համար, հայհոյանքներ, սուլոցներ, հայհոյական բնույթի ժեստեր։ Գիտեք, հարցը նորից եմ ասում, կանոնական դաշտում է, եկեղեցական։ Եվ մենք պարզապես մեր հայտարարությունը պիտի ընթերցենք եւ հրաժարականի պահանջը փոխանցենք կաթողիկոսարան։ Ի պատասխան մեզ հայհոյեցին, սուլեցին եւ այլն։ Աղմուկ բարձրացեցին, բայց ես ուղղակի որևէ հոգեվոր բան չեմ տեսնում այս ամեն ինչի մեջ։ Էլի կրկնում եմ, մինչև այս պահը ինչ որ արվել է եկեղեցու կանոնական դաշտում է արվել ու մեր հայտարարություններին ի պատասխան որևէ բան, որևէ արձագանք չի հնչել մինչև այսօր։ Հարցեր են չէ բարձրացվել։ Լուրջ հարցեր։ Եվ կխնդրեմ կետերը, հա, ներկայացնեք։ Կետերը մեր հայտարարությունները պիտի ընթերցեք։ Դե Այսինքն այն մանրամասները, որը կստիպի որը վերաբերում է եկեղեցու կառավարմանը, թափանցիկությանը, հաշվետվողականությանը, սահմանադրություն չունենալուն, դրանք լուրջ հարցեր են։ Բայց այս ամեն ինչը, նորից եմ ասում, ծագեց, երբ որ մեր խնդրանքին, մեր դիմումին ի պատասխան քայլեր չարվեցին հանրությանը հանգստացնելու Արշակ Սրբազանի հետ կապված տեսանյութերի առնչությամբ։ Պետք էր խոսք ասել։ Մենք գիտենք խնդրում վեհապարին։ Ասում են, դա ձեզ խոսելի է դարձնում։ Պետք է խոսք ասել վերջի վերջո։ Չի կարելի։ Դա դարձավ հանրային սեփականություն։
Այսինքն ես էլի եմ ասում, ցավում եմ, որ այդպես է եղել, բայց ես չեմ հրապարակողը դրա, ոչ էլ չգիտեմ, այդ տեսագրողը։ Նախկին իշխանությունների հետ տարբեր թելերով կապված Կտրիչ Ներսիսյանին ըստ ձեզ ի՞նչն է ստիպում հանդես գալ ընդդեմ պետության, ընդդեմ իշխանության։ Այդ քաղաքական հարցերի մեջ չեմ ուզենա մտնել, ով հետ է կապված, ինչ թելերով։ Ես մի բան կասեմ։ Ուրեմն ես 5 տարի խոսում եմ, երևի կլինի, այն պայից սկսած լավ, որ խոսում եմ այսպես տարբեր հարթակներից, ես միշտ շեշտել եմ, որ հայ եկեղեցին գործիք չի դառնալու որևէ մեկի ձեռքին, որևէ քաղաքական ուժի, լինի իշխանություն, լինի ընդդիմություն, որևէ հայ եկեղեցին պիտի միշտ մնա չեզոք քաղաքական իմաստով, պիտի չեզոք մնա եւ պիտի ծառայի մեր պետականությանը, անկախ նրանից ով կլինի օրվա իշխանությունը, եւ դա մենք տեսել ենք անցնող տարիների Հայաստանի անկախության տարիներին ենք տեսել դա։ Մենք տեսել ենք, որ եկեղեցի պետություն գոնե, մեզ այդպես երևացել է, կա համագործակցություն, ուրիշ բան չենք տեսել։ Տեսել ենք, որ խաղ գոյակցում են։ Հասկանում եք, այս իրավիճակը, որ այսօր ստեղծվել է, այսինքն այս անցնող 5 տարիների ընթացքում, որ մենք ներքաշվել ենք քաղաքականության մեջ, սկզբից ոչ այդքան շոշափելի, հետո առավել արդեն ցայտուն կերպով բնավ չի համապատասխանում մեր եկեղեցու պատմական փորձառությանը, մենք նման բան չենք ունեցել։ Տեսեք, մենք ասում ենք, որ հայ եկեղեցին պետականության բացակայության պայմաններում իր վրա է վերցրել պետականության դերակատարումը, ինչ է արել, ուրեմն ինքնություն է պահպանել, եթե եղել են Կոտար լճի տակ, ազատագրական պայքար է կազմակերպել, այլ խոսքով հայ եկեղեցին ամեն ինչ արել է, որպեսզի մենք ունենանք պետականություն, անցնող վերջի 1000 տարիների ընթացքում, այսօր մենք ունենք պետականություն, այո, եւ կարծում եմ հակառակ ամեն ինչի ոմանք կարող են քաղաքական կուսակցություններ կարող են համաձայն չլինել որվա իշխանությունների վարած քաղաքականության հետ այդ կուսակցությունների հետևորդները նույնպես կան անհատ մարդիկ բայց հայ եկեղեցին չի կարող գնալ այնպիսի քայլերի որը ցնցում կառաջացնի մեր պետականության համար սա չի քննարկվում հակառակը ամեն ինչ պիտի անի հանուն պետականության որտեվ այն 1000 տարվա կռիվը որ հայ եկեղեցին տվել է որին այսօր հասել ենք եւ մեծ մասամբ եկեղեցու վարած պետականամետ քաղաքականության շնորհիվ մենք չպիտի կորցնենք այդ հաջողությունը այսօր ունենք հասկանում եմ պատերազմը պարտությունը այդ ցավ էր բոլորիս համար իհարկե ցավ էր բայց պետք է հեռատես լինենք մանավանդ ներկա իրավիճակում մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական զարգացումների առանցքում եւ իրավունք չունենք մեր հերթին ժողովրդի մեջ բաժանում առաջացնելու իսկ ամենամեծ վնասը որ տրվել է այս ընթացքում այն է եղել որ ժողովրդի մեջ բաժանում է առաջացել ու դա եկեցու վարած անհեռատես որոշների, չի ասի բոլորի, որոշների վարած անհեռատես քաղաքականության շնորհիվ։ Այլ խոսքով, ինչ իմ մոտ փոխվեց, հարցին կպատասխանեմ, երբ որ գիտակցեցի, որ մենք բառիս բուն իմաստով դարձել ենք գործիք։ Ես 5 տարի շարունակ ասում եմ հայ եկեցին գործիք չի դառնում, որովհետև զգացել եմ ոմանք մեր հոգևորականներից փորձում են ավելիով ներքաշել։ Ես անգամ կաթողիկոսին ուղիղ հարց եմ տվել հնարավոր չի արդյոք չնույնանալ որևէ թևի հետ։ Ուղիղ հարցրել եմ, ասում եմ, եթե բան կասեմ, լավ, իբրև եկեղեցի ասենք, հավասարակշռությունը պահելով չնույնանանք։ Ինչի պիտի նույնանանք, ինչի պիտի որևէ օրակարգի ծառայենք, թող կա քաղաքական բանավեճ, խնդրեմ կուսակցությունները իշխանություն թող վարեն։ Եվ դա թող նպաստի մեր երկրի հզորացմանը, որովհետև դեմոկրատիայի կանոններով ընդդիմություն եւ իշխանություն այս հակասությունը պիտի ծառայի վերջը ավելի լավ կառավարմանը։ Խնդրեմ թող վարեն, մենք որևէ կողմ չբռնենք, որովհետև մեր համայնքներում
Մարդիկ տարբեր հայացքներ ունեն։ Ինչի մենք պիտի ասոցացվենք այս կամ այն կողմի հետ։ Մենք պիտի մշտապես հետևողականորեն լինենք պետականամետ։ Դա է մեր եկեղեցու պատմական ավանդությունը։ Դուք նշեցիք, որ 5 տարի է, որ բարձրաձայնում եք խնդիրների մասին, ձեր հայտարարությամբ ասացիք։ Այո, 5 տարի, որ երևի 5 տարի կլինի, որ խոսում եմ, կարող է որոշ շրջան ավելի ակտիվ եմ խոսել։ Ձեր հայտարարությամբ, եպիսկոպոսների հայտնի հայտարարությամբ նշեցիք, որ խնդիրները շատ ավելի վաղուց են հասունացած եղել, այսինքն ձեզ դրդեց վարչապետին միանալ, այսինքն վարչապետը խոսեց այդ քայլով։ Եկեք չասենք, որ մենք միացել ենք վարչապետին։ Վարչապետը այդ մասին խոսել է, մեր հարցերը մեր կանոնական դաշտում են առաջացել, ուղղակի այն եկեղեցու բարեկարգության մասին, որ վարչապետը խոսում է, դա վերաբերում է նաև մեր օրակարգին։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետի այդ հանդիպմանը, ես անդրադարձել եմ, նորից կարող եմ անդրադառնալ։ Ուրեմն, այս եկեղեցի պետություն հակամարտության համատեքստում վերջի 4-5 ամիսների ընթացքում բազմիցս եպիսկոպոսական ժողովների ժամանակ մենք առաջարկել ենք, որ պետք է երկխոսության նստել, հասկանալու համար կոնֆլիկտի բուն պատճառը եկեղեցի պետություն, որովհետև տեսնում ենք, որ մեր կողմից էլ կար այսպես արմատական հայտարարություններ եւ ոչ ճիշտ խոսույթ եւ նույնը կար իշխանությունների կողմից։ Երկու կողմից էլ եղել է, փոխադարձ նորից եմ կրկնում, դեմոնիզացումը եղել է ժամանակին։ Ու մենք ուղղակի շատերը չեն հասկացել խնդիրը ինչու է լավ, ասել են սա այսպես է։ Իշխանությունները այսպես են տրամադրված, այդպես են ներկայացրել, չգիտեմ։ Միևնույն ժամանակ, բայց դե թեմակալ առաջնորդ ենք մարզային իշխանությունների շփում կա, բազմիցս իրենց արժևել են խնդիրներ բարձր, ինչու է սա այսպես։ Չենք տեսել այդ խորը տրամադրվածությունը, հասկացել ենք, որ ուրեմն վերևներում կա խնդիր։ Հա, այդ խնդիրը ցավոք սրտի համայնքային մակարդակով էլ ունեցավ ազդեցություն։ Լավ կլիներ, որ չլիներ այդ ամեն ինչը, իհարկե շատ լավ կլիներ, որ սկզբից եւ այդ կանխվեր այս ամեն ինչը, չխորանար։ Հա, ու հետո այսքան տարի հետո աստիճանաբար չբացահայտվեր, թե որտեղից է գալիս խնդիրը, պատճառահետևանքային կապերը։ Հանրայինի եթերում դուք խոսել եք նաև, որ մայրաթոռում գործում է ֆեյքերի բանակ։ Ես չգիտեմ մայրաթոռում է թե չէ, բայց այդ գրողները վստահաբար հովանավորվում են այդտեղից։ Իսկ որևէ իրավական գործընթաց սկսեք, որպեսզի ամբողջական անուններով բացահայտվի թե ովքեր են։ Ես շատ կուզենամ, որ լինենք, ինչի պիտի մեզ հայհոյեն, որ Դուք կնախաձեռնեք դա։ Իրավական ճանապարհը դուք կհարթեք, այսպես ասած։ Ես ասում եմ, որ այդ ֆեյքերի բանակը մեր դեմ աշխատում է, իմ ասածը բավարար չէ, որ սկսվի այդ գործընթացը, սկսեն։ Ինչի պիտի որևէ մեկին հայհոյեն։ Նաև երեք էին ձեզ ներողություն իրենց հայտարարություններում ձեզ դավաճան էին համարում, որ դուրս եկել եկեղեցու դեմ։ Եկեղեցու դեմ, միգուցե իրենք են դուրս եկել եկեղեցու դեմ։ Եկեղեցուց հեռանալու մեջ մեղադրեցին նաև։ Միգուցե իրենք են հեռացել եկեղեցուց։ Ով էր մեղադրողը։ Ինչ է կարծում, արդյոք Կտրիչ Ներսիսյանը ժողովրդական ճնշմամբ կհեռանա, թե հոգևորականության ճնշմամբ կհեռանա, թե հնարավոր է եպիսկոպոսների ցանկը, ովքեր կպահանջեն իր հրաժարականը մեծանա, դրանից հետո նոր նա կլքի կաթողիկոսի գահը։ Վստահ եմ, որ խնդիրը հանգուցալուծվել։ Մի վայրկյանից չեմ կասկածում։ Սա իմ համար գաղափարական հարց է։ Միայն ու միայն գաղափարական հարց։ Ես չունեմ այլ ընտրանք։ Հեսա ով ինչ կուզի թող մտածի, կուզեն թող հավատան իրենց օրինակ կոմպրոմատների թեզին, ինչ ուզում են թող մտածեն, դա իրենց խնդիրն է։ Ժամանակը ցույց կտա։ Ու եթե մենք այս 10 եպիսկոպոսները հայ եկեղեցու ամենավատ եպիսկոպոսներն են, ուրեմն ես ուրախ եմ, որ մնացածը ուղղակի սուրբ են։ Շատ ուրախ եմ, ուրեմն մեր վիճակը շատ լավ է։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիչ Ներսիսյանի հեռանալուց հետո։ Հա, կներեք, ես կուզենայի շարունակեի, ինչպես ենք հանդիպել։ Հա, տևական ժամանակ այդ հարցը բարձրացվում էր, որ երկխոսություն է պետք, այս հակամարտությունը չի բխում ոչ մեր եկեղեցու շահից, ոչ պետականության շահից։
Հա, ու մենք իմացանք, որ վարչապետը պատրաստ է ընդունել, որպեսզի այս հակամարտությունը դադարի, որովհետև առողջ չի։ Եթե մեկը կա, որ կասի եկեղեցի պետություն հակամարտությունը առողջ է, ես չգիտեմ ինչպես մեկնաբանեմ այդ տրամաբանությունը, բայց վստահ եմ մտածող մարդիկ հասկանում են, որ ցանկացած հակամարտություն առավել եւս այս երկու ինստիտուտների հակամարտությունը որևէ ձևով մեր ազգի մեր պետականության շահից չի բխում։ Հետևաբար, որպեսզի դադարի այս փոխադարձ մեղադրանքները, հա, որովհետև տեսեք, մենք մեր առաքելությունը մոռացած էս երկար ժամանակ մենք քաղաքական տիրույթում ենք հայտնվել։ Եվ վստահ եմ, որ դա հաճելի չէ ոչ մեզ, ոչ էլ հանրությանը։ Առաջարկում ենք, որ հանդիպենք մանավանդ ինքն էլ պատրաստ է, ու այդ հանդիպումը ուղղակի փակուղի մտավ։ Ու երբ որ եղավ մեր հայտարարությունը արդեն լրիվ կանոնական դաշտում, այդ ժամանակ մենք հրավերք ստացանք նաև վարչապետից, այսինքն այս խնդիրը եղել է ներսում հանդիպելու։ Որովհետև ինչի պիտի կներեք, այս իշխանություններին ժողովուրդն է չէ ընտրել, վաղը կարող է ուրիշ իշխանություններ ընտրել եւ այսպես շարունակ։ Ընտրված իշխանությանը մերժելը դա հավասարազորը մերժել պետությանը։ Քո ժողովուրդն է ընտրել։ Մեկ մեկնաբանումներ չեն ասում Փաշինյանի կողմնակից եպիսկոպոսները։ Այստեղ Փաշինյանի կողմնակից լինելու հարց չկա։ Կա կանոնական դաշտում հարց եւ կա խնդիր եկեղեցի պետություն հարաբերությունները բարեկարգելու, վերականգնելու, ինչի պիտի խնդիր լինի այս երկու ինստիտուտների վերջը եկեղեցին մեր պետականության կարևոր մասերից մեկն է։ Ու եկեղեցին իր առաքելությամբ պիտի ծառայի մեր պետականությանը։ Ու մենք ունենք նաև մեծ սփյուռք, եկեղեցին մեծ ավելիք ունի այս իմաստով։ Ինչի պիտի պատկերացրեք այս կոնֆլիկտը ինչ վատ է անդրադառնում մեր նաև սփյուռքահայ կյանքի վրա։ Չէ՞ որ հետևում են մեր հայրենակիցները մայրենի երկրում տեղի ունեցող զարգացումներին եւ վստահ եմ այդ ամեն ինչը պատիվ չի բերում ոչ մեզ, ոչ էլ մեր հայրենակիցներին, ինչ պիտի այսպես լինի։ Վերջը բանը հասավ նրան այդ կոնֆլիկտի, որ ամբողջ աշխարհով արդեն օտարալեզու մամուլը սկսեց քննարկել այս կոնֆլիկտը։ Սա ամոթ եմ համարում, անկեղծ ասած, որ մենք կարող ենք թույլ տալ բանը հասներ դրան, որ եկեղեցի պետություն կոնֆլիկտը դառնար միջազգային մամուլի քննարկման առարկա։ Էլ եմ ասում, պատմականորեն ցույց չեք տա մի շրջան, որ հայ եկեղեցին սեփական պետության դեմ դուրս գա կամ պայքարի։ Չեք ցույց տա։ Հետևաբար սա մեր պատմական փորձառությամբ որևէ կերպ չի հիմնավորվում։ Ու պիտի եւ վատ նախադեպ է ստեղծում, եւ մեկ օր շուտ պիտի կանգնի եւ ես այո, այդ անկեղծությունը ունեցել եմ վերջի մի քանի ամիսների ընթացքում անդադ վեհապարին ասել եմ այդ մասին։ Ինչ է անկեղծ եմ ասում, որևէ էական փոփոխություն իմ հայացքների մեջ տեղի չի ունեցել։ Ասել եմ գործիք չենք դառնալու, այսօր էլ մնում եմ դրա այդ թե ինչ կա ոնց կմեկնաբանեն, հա, դե գիտեք, հասկանում եք, եթե գնում են մարդիկ են գտնում, որ մեր դեմ խոսեցնեն, պարզ է, իրենց ուզած ձևով էլ պիտի մեկնաբանեն, թող մեկնաբանեն, խնդիր չկա, մենք բոլորի համար էլ աղոթում ենք, եւ մեզ հայհոյողների, եւ մեզ հասկացողների, բոլորն են մեր ազգի զավակներն են, եւ այո, մեզ դատողների, խնդիր չկա, որովհետեւ այս հարցը առաջին հերթին մեզ համար հոգևոր, խորը հոգևոր եւ պետական նշանակություն ունեցող հարց է։ Այո, օրինակ Կտրիշ Ներսիսյանին սատարող հոգևորականները կոչ էին անում, օրինակ հենց նույն Բագրատ Գալստանյանը, որը հիմա գտնվում է Կալանավայրում, վառել
պայթեցնել, չգիտեմ, ավտոբուսների վրա յուղ լցնել, գյուղեր Բագրատ Գալստանյանը ժամանակին, այո, մոլի ԿՊ-ի ջատագովներից էր։ Նույն Բագրատ Գալստանյանը եւ ոչ միայն, այո։ Ինչ ասեմ ես։ Իսկ ինչ տեղի ունեցավ։ Ես ինչ իմանամ, իսկ իրեն պիտի հարցնեք ինչ տեղի ունեցավ։ Ես չգիտեմ, ես դեմ եմ հայ եկեղեցու կուսակցականացմանը, որևէ իմաստով։ Պիտի ծառայի հայ եկեղեցին մեր ազգային շահին, մեր եւ ժողովրդի հոգեվոր կարիքներին ու վերջ քաղաքականություն տեղ չունի այդտեղ։ Մեր քաղաքականությունը պետք է լինի պետականամետ քաղաքականություն եւ ոչինչ։ Նիկոլ Փաշինյանը վերջերս ներկայացրեց հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո։ Ես վստահ եմ դուք կետերը կարդացել եք, արդյոք սա լուծում է եւ ինչ դիտարկումներ ունեք։ Դիտարկումներ, այդպես խորը դիտարկումներ չունենք, որ ասեմ, ճանապարհային քարտեզ է, չեմ տեսնում այդտեղ որևէ այս պահի դրությամբ ես չեմ տեսնում որևէ բան, որ այսպես խնդրահարույց է այդ ճանապարհային քարտեզի մեջ, այսինքն մեր եկեղեցու կանոնական կարգի համաձայն գծած քարտեզ է։ Իսկ կանոնագիրքի նորոգման, նորացման կանոնագիրքը նկատի ունեն կանոնադրությունը, եկեղեցու կանոնադրությունը նկատի ունեն, այդ նկատի ունեն, որ չկա կանոնադրություն։ Կմասնակցեք այդ նորոգմանը, այսպես ասած։ Այդտեղ նորոգելու հարց չկա, այդ մենք պիտի անենք։ Այդ մենք պիտի անենք, այդ մեր գործն է, հա։ Վստահ եմ կարվի, չպիտի կանոնադրություն լինի, որ եկեղեցին թափանցիկ հաշվետվողական լինի, սրա մասին է խոսքը։ Խնդրեմ կարգը, հա, ներկայացնեք, այսինքն նոր կանոնագիր կկազմվի, գործառույթը ձեզ վրա է դրված։ Տեսեք, կանոնադրություն երևի պետք է կոչել դա, մեզ վրա չէ, որ երևի հանձնախումբ կկազմի, այդ հանձնախումբը կոնկրետ ինձ ոչ մեկ այդ հարցով չի դիմել։ Իսկ դուք դիմել եք որևէ անգամ դա փոխելու։ Օրինակ խնդիրներ տեսել եք նա գործողի մեջ։ Բայց հենց դա գործող չկա։ Գործող չկա, ինչ որ այո։ Եվ ձեր մեր հայտարարության մեջ այդ մասին ասված է, գիտեք, հավելյալ դրան անդրադառնալու կարիք չեմ տեսնում, բայց դրա անհրաժեշտությունը կա, որ եկեղեցին լինի թափանցիկ եւ հաշվետվողական։ Ամեն իմաստով, բոլոր իմաստներով։ Ձեր թեմում պատարակներ անցկացնում եք, ես խնդրեմ նաև ժողովրդի կարծիքը այս իրավիճակի վերաբերյալ ինչ են ասում, ինչ են ասում։ Ասեմ, ես այս իրավիճակի ժողովուրդը տառապում է։ Ժողովուրդը, եթե դուք նկատի ունեք մեր եկեղեցու հավատացյալ դասին, իր համար այս ամեն ինչը ցավ է եւ այդ մասին խոսել ենք էլ։ Հատկապես ես ասել եմ նաև կաթողիկոսի, որ ժողովրդի համար ընկալելի չի եկեղեցի պետություն հակամարտությունը, ընկալելի չի, անկախ այդ ժողովրդի քաղաքական հայացքներից, իրանք, չգիտեմ, սատարում են որևէ կուսակցության կամ իշխանության, անկախ այդ ամենից, իրենք չեն ընկալում այս հակամարտության իմաստը, որովհետև հասկանում են դա համահունչ չէ եկեղեցու առաքելությանը։ Իսկ թեմում աջակցությունը մեծ է, մանավանդ ձեզ թիրախավորելուց հետո։ Ինչ իմաստով իմ աջակցությունը, չեմ ուզում ես այդ մասին անկեղծ ասեմ, այո, մեծ է աջակցությունը, դե դուք իմ կարծիքով ժողովրդի տրամադրություններին ավելի լավ եք ծանոթ։ Չասեմ, որ եթե ասեմ մեծ է, ասել են հատուկ ասում են մեծ է։ Որ ասում կոմպրոմատ չկա, ասում են հաստատ կա։ Այսինքն դուք գիտեք, ով ամեն մեկը մեկնաբանելու է այնպես, ինչպես ինքը ուզում է, ինչպես իր քիմքին հաճո է։ Բայց ես ասում եմ ձեզ էլի, այս ամեն ինչի, այս ընդվզումը կկոչեք, ըմբոստություն կոչեք, բողոքի ձայն կկոչեք, ինչ ուզում եք կոչեք, բուն նպատակը հետևյալն է, որ հայ եկեղեցին, բուն նպատակը, այս ամբողջ պատմության հետևյալն է, որ հայ եկեղեցին գործիք չի դառնալու որևէ մեկի ձեռքին, չի զբաղվելու քաղաքականությամբ եւ ծառայելու է միայն մեր ազգային շահին։ Եվ սրա համար ես պատրաստ եմ ամեն ինչի։ Ես ասել եմ անգամ, եթե պետք եղա վերջում, որ մենք էլ հեռանանք, մենք էլ կհեռանանք, մի հատ էլ ներողություն կխնդրենք, կհեռանանք մեր թերությունների եւ այլնի համար։ Ինչ խնդիր կա որ։ Ես կարճած չեմ որևէ բան եմ։ Տեսեք, մեկը ասեմ, չասեմ։ Էլի են, գիտեք,
այս որ ասում են կոմպրոմատ է ու կարճում են այդ մտքից, խոսում է մեր հոգևոր ճգնաժամի մասին։ Հասել ենք այնտեղ, որ կոմպրոմատից բացի ուրիշ թեստ չկա, որ կարելի է ասել, իսկ միգուցե ուրիշ բան է, գաղափարը, տեսեք, մենք այլ գաղափարի չենք հավատում։ Իսա ճգնաժամը այստեղ է։ Գնացեք մայրաթոր, անենց հեքիաթներ են հորինում, մարդիկ իրար պատմում, չեք էլ պատկերացնի։ Ասում են, անենց կոմպրոմատներ կար, իրար դեմ, որ տարբերակ չուներ։ Ինչ ասեմ։ Էլ եմ ասում, ես թող այս ամեն ինչը հանգուցալուծվի, ուրեմն ես կորցնելու բան չունեմ, Աստված վկա, պատրաստ եմ պարզ հավատացյալ էլ դառնալ։ Մենակ թող հայ եկեղեցին վերադառնա իր բուն առաքելության։ Այսքան բան, այստեղ ոչ ինձ ոչ բան գայթակղել են, ոչ ճնշել են, ոչ մի բան չէ, բայց ինչքան էլ ասեմ, մեկը Իմի բերելով այս ամենը, քանի որ շատերն են արդեն հարցնում մի տեսակ սրված լարված իրավիճակ է, հնարավոր է Կտրիչ Ներսիսյանը մինչև ամանոր հեռանա եւ ձեր պատկերացմամբ ինչ հանգուցալուծում կստանա այս ամենը։ Այս ամենը պիտի դրական հանգուցալուծում ստանա։ Մենք տեսեք մեր հանդեպ էս ամեն ինչին, հակառակ էս ամեն ինչի, իրենց ձևով, իրենց ոճով չենք պատասխանում։ Այո։ Ասում եմ աղոթել ենք ու շարունակել ենք աղոթել։ Ով կուզի թող հավատա մեր աղոթքին, եթե չեն ուզում թող չհավատան, բայց հայ եկեղեցու էս էլ նշեմ, դուք որովհետև ասեցիք կետերը կներկայացնեք ձեր այդ պահանջի, հրաժարականի պահանջի մեջ էր կետերի անդրադարձը, բայց նաև կարևորագույն խնդիրներից մեկն է հայ եկեղեցու բարեկարգությունը։ Ինձ ճանաչող բոլոր մարդիկ գիտեն, որ ես այդ թեմայով 20 տարուց ավելի խոսում եմ։ Շատ երիտասարդ տարիքից սկսած իմ անգամ վարդապետական թեզն էլ վերաբերում էր եկեղեցու բարեկարգությանը, դա անխուսափելի է։ Այս համակարգը, հատկապես այս կուսակրոնության ինստիտուտը ներսից փտած է։ Պիտի վերանայվի, վերատեսության ենթարկվի։ Ես մի քանի տեղ խոսել եմ դրա մասին։ Այո, եթե մենք ուզում ենք լավ եկեղեցի ունենանք, լավ հոգևորական, ոչ թե դուք տեսակ երեք ինչ էին ասում, ամեն մեկի մի բան կպցնում, մի բան ասում էին։ Ու սրանք այն մարդիկ են, ով մտածում են հայ եկեղեցու մասին, կամ սա այն մոտեցումներ, որով պետք է դիմավորել, հարցը կանոնական դաշտում է։ Այսինքն այդ սուլոցներով, հայհոյանքներով ու չգիտեմ ռեպլիկներով պետք էր պատասխանել, ես չզգացի, որ մենք եկեղեցում ենք։ Այսինքն այնպես էին ձեզ ներկայացնում, որ կարծեք թե կուսակցական ինչ-որ բան լիներ, ինչ-որ քաղաքական բան լիներ, պայքար լիներ, քաղաքական կուսակցական, այս տպավորությունը ստացա ցավոք սրտի։ Գիտեին գալու էինք, թող ասեին թող հրապարակավ հայտարարեին, պատրաստ ենք ընդունելու, լսելու։ Կամ լավ, որ հանում եք այդ պաշտոնից, ինչի չեք նշում պատճառը, հիմքը։ Հիմնավորում չկար։ Ոչ մի հիմնավորում։ Միայն նրա համար, որ մենք ասում ենք, սա ճիշտ չի, հա, մենակ դրա համար։ Այս չեղավ կամայական մոտեցում հարցին։ Այսպեսի հարց, հա, թեկուզ գաղտնի ձևով ձեր հոգևորական ընկերները, որոնք բացահայտ չեն ասում, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, ձեզ զանգել են օրինակ այս հարցով, որ ձեզ հեռացրել են անհիմն։ Ոչ մի չի զանգել։ Վախենում են։ Ամենայն հավանականությամբ վախ բարդույթներ, այդ կոմպրոմատների թեզը իրենց ուղեղում նստած է, ուրիշ բան չկա, էլ եմ ասում, մեր ճգնաժամը հատկապես բացահայտվում է այստեղ, որ դրանից ենկոմ բան չեն կարող տեսնել։ Ցավոք սրտի, նույնիսկ պտավորական մարդիկ են այդ թեզը սենց ծեծում։ Ինչ ասեմ, ես էլ մտածում եմ, սրանք գաղափարական մարդիկ են, բան, այսինքն մեր ճգնաժամի մասին դա խոսում, որ չեն մտածում, իսկ միգուցե գաղափարական է, այս մարդիկ բաներ են ասում, ինչի ուշադիր չլինենք, չլսենք։ Չէ, իրենք անմիջապես այս ամեն ինչը կապում են
իշխանության օրակարգի հետ։ Իշխանությունը այդ օրակարգը ուներ իր տեղում։ Բայց մենք մեզանից ով չգիտի, որ այդ խնդիրները կային։ Թող այդ հարցին լուծում տրվեր, չսրվեր ամեն ինչ, չհասներ այստեղ։ Չէ՞ որ մենք գնացել ենք, խոսել ենք, հետևողականորեն, ասել ենք, սա հանրային արդեն տեղեկություն է, մենք պիտի քայլ անենք, այդ մարդն էլ է մեղք, չգիտեմ, եկեղեցին էլ է մեղք, հավատացյալները սպասում են։ Ես չգիտեմ ինչ ասեմ, ասելու բան չունեմ։ Շնորհակալություն Սրբազան։ Խնդրեմ, ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար